Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երեկույթ երեկոյան սյունեցի դեռահասները տուն են վերադարձել իրենց ձիերի հետ։ 18 տարին չլրացած Կարեն Ջհանգիրյանի հայրը Արմեն Ջհանգիրյանը Փաստինֆոյին հավաստիացրել է, որ տղան լավ է, ձին հետը բերել է։ Փառքաստին ամեն ինչ նորմալ է։ Ձիուն գտնելու մառախողը պատճառով մոլորվել է մեր տարածքում, այլ միշտ կողմորոշվել է մառախողը քաշել է եկել է տունը։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Խուլունցն էլ դեպքի վերաբերյալ նախընտրում է քիչ խոսել։ Կարևորը իմ նպատակը նա է, որ երեխեք ստեղ են։ Առողջ են։ Առողջ են, ինչ է եղել, Բռնության հետքեր կա։ Շատ ընտիրը առողջ են, կաչ կոնկրետ։ Ինձից հարցնում ես երեխաները ոնց են, ես ասում եմ, այո, դրա համար զբաղվում է հատուկ ուժային կառույցները, իրանցից ճշտեք, ես շատ եմ իմանում ոնց գնացին, ինչ արեցին, ինչ գնացին, ոնց գնացին։ Ասեք դա իմ ենթակայության տակ ես չեմ կպատասխանելու այդ հարցին։ Դրա համար կա քնչական, դրա համար կա, իրանք թող զբաղվեն, ձեր ցավը տանեմ։ Իմ նպատակը նա եղել, որ իմ գյուղացին լինի տանը։ Հիշեցնենք, որ երեկ ազգային անվտանգության ծառայությունն անգամ պաշտոնապես հայտնել էր, որ պատանիները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Ստացված տվյալների համաձայն ՀՀ Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը եւ Անդրեյ Արմենի Յագունցը 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիներին գտնելու, վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, նշվում էր ԱԱԾ հայտարարության մեջ։ Ավելի ուշ ՀՀ քնչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույր առևանգման հատկանիշներով։ Երեկույթ երեկոյան ԱԱԾ-ն հայտնեց, որ Սյունիքի մարզի տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր արդեն նույն ԱԱԾ-ն հայտարարեց, թե տղաների հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԱԾ-ն, այդպիսով փաստացի մեղադրելով ՔԿԻ-ն ապա տեղեկատվություն տարածելու մեջ։